Բարև ձեզ։ Սահմանը ժամանակավորապես բացվեց 10 օր բաց կմնա, Սիրիա մարդասիրական բեռներ են ուղարկվում։ Ինչ կարող եք ասել առհասարակ սահմանի բացման վերաբերյալ, այսինքն դուք ինչ եք կարծում, Թուրքիան առանց նախապայմանների պատրաստ է սահմանը բացել։ Թուրքիան առանց նախապայմանների չի բացի։ Այնքան պայմաններ դնան, հետև մեզ լրատվամիջոցներին, տելևիզոր տարբեր ալիքներ, ամեն մեկը մի բան ասան, այսօր հայ ժողովուրդն անորոշ վիճակի է, հասարակ ռամիկ մարդը չի կողմ, տարիներ առաջ ես որպես կայացած մարդ է համարում ձի, գիտեի հստակ որ կուսն է, այսօր չգիտես ինչ է կատարվում, աղջիկ ջան, այսօր չեմ կարասի, մեր պետությունը գիտի, վերջը բոլորներ մտածում են այս տարածքի հողը ջրի մասին, մեր հողը ուրիշ գույն ունի, շատ ազգեր են, տարերի խորքից եկած աշտր է այս տարածքին, բայց պահել ենք, մեր հողը ջուրը պահել ենք, մեր հայրենասիրությունը, մեր չեմ կարող ասել աղջիկ ջան։ Պետությունը հողի արժեքը գիտի, պետությունը հողի արժեքը գիտի, իսկ իշխանությունը ձեր կարծիքով գիտի հողի արժեքը։ Աղջիկ ջան, ես ով եմ, որ իշխանությանը գնահատական տամ, ես գյուղացի մարդ եմ։ Չեք իշխանություն վերողը, դուք ժողովուրդն եք, դուք չեք հիմնական իշխանությունը երկրում։ Չէ։ Դուք ձեր իշխանություն չեք զգում։ Չէ, ժողովուրդը ընդրմա, բայց կան բաներ, որ պետությունը վերջի էլիտա գոյություն ունի, վերնախան ինչ կանել ժողովուրդը ես մի բաներ անի, էլի մեկը գոյություն ունի էլիտա ազգի մեջ է, հարց լուծող էլիտա գոյություն ունի, ես այդ կարծիքին եմ։ Այսինքն կարծում եք ժողովուրդը այսպես ասած խաղից դուրս է։ Հա ժողովուրդը ինչ կա, ժողովուրդ ինչ կա։ Բայց դուք 3 միլիոն վարչապետներից մեկը չեք։ Չէ, ոնց կարամ ես վարչապետի ինձ տնեմ խելացի մարդու տեղ ասեմ, ես էլ եմ ուզում վարչապետ լինեմ։ Իսկ սահմանի բացման Աբրած ունենա, աբրած կյանք ունենա, անցած ճանապարհ ունենա, նիստուկած ունենա։ Ոնց ասում է ժողովուրդն է այստեղ իշխանություն, դուք եք իշխանություն։ Աղջիկ ջան, հիմա կպել է զացեպկա ես անում այդ բառից, ես որ ինչ որ բան ասեմ, ես հայ եմ։ Բոլոր Հայաստանից ցալնել տանեմ, Հայաստանից ցալնել տանեմ։ Ես ոչ մեկին չեմ ուզում կպնեմ, խոսամ, ես իմ կարծիքն ունեմ։ նայեք պապ ջան։ Ես օրինակ կողմնակից եմ, որ հայ ռուսական հարաբերությունները չխաթարվի։ Հայ ռուսական հարաբերությունները չխաթարվի։ Այդ որ ասում են Այն որ բառները իրանք օգտագործում են անդադ, որ սաղ հետ լավ լինենք, էլի, այդ հարաբերությունները թող մնա, հին հարաբերություններ, հավասարակշռված, բալանսավորված այդ քաղաքականությունը, թող լինի, աղջիկ ջան, թող լինի, թե չէ մնացած հարցերում։ Նայեք օրինակ ինձ հետաքրքրում էր պապ ջան, նաև հաշվի առնելով, որ կյանքի ճանապարհ եք անցել, Թուրքիային հնարավոր կլինի վստահել, նաև Ադրբեջանի գործոնը հաշվի առնելով, որովհետև Թուրքիան ոչ միայն իրենց հետ կապված նախապայմաններ է առաջ քաշում միշտ եւ քաշել, այլ նաև Ադրբեջանի հետ կապված։ Չգիտես, մի Թուրքիայի ղեկավարությունը ինչ մտադրություն ունի, ինչ ծպտված ծրագրեր ունի, հայտարարվում է մի բան, արվում է մի ուրիշ բան։ Քաղաքականությունների մեջ այդեն շկա հայտարարում մի բան արվում է ուրիշ բան։ Ես չեմ կարող ես հստակ բան ասեմ։ Ինչ կլինի, որ Թուրքի ոտը այստեղ դրվի։ Ինչ դին, ոչ մի բան, ինչ դինի։ Հա, այդ ոտեն կա։ Կարող բառնա ցանկություն ունենանք մենք գնանք այնտեղ, բայց հարցեր կա, որ մի մեկից փոքր պետություն ենք։ Ես օրինակ տելևիզորով լսա, բացվում է, տունը բան կար, աշխարհի քաղաքական քարտեզ կար։ Ասում եմ նայեմ էլի Հայաստանից չկան մոտարապես Սիրիա, նայում եմ տեսնեմ Սիրիան ահագին մեծ տարածք, Թուրքիան մեծ տարածք, Հայաստանը փոքր տարածք ենք,
Երևան, Ստեփանակերտը ինձ եվա գրած, որ Թուրքիայի քարտեզի վրա, հո տարածքի վրա է գրված։ Ասում եմ, աղմիսոր կարա թուրքերի հետ էլ պրետենզիա անեն։ Ասում ես ինչ եք անում։ Երևանը, Ստեփանակերտը մեր տարածքի վրան, քարտեզի վրան։ Ճիշտ Բաներ- քարտեզներ նայեք, ճիշտ քարտեզներ նայեք։ Չէ, դա ճիշտ քարտեզ է։ Ուզում եմ ասեմ, այնքան փոքր պետություն ենք, մենք մի հատ լավ թիգունք դի ունենանք, վերջի մի հատ լավ թիգունք դի ունենանք, որ գոյատևենք։ Չէ, եկեն սաննավիրը, նեզուցել եմ ասում առողջարարը։ Ճիշտ է։ Լավ հայրիկ, լավ մնացեք։ Դուք լավ մնացեք։